Էկոակտիվիստներ, բնապահպաններ, դեսպաններ ու համայնքային ակտիվ դերակատարներ հավաքվել են էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025-ին համաժողովին, քննարկելու վերջին տարիներին Հայաստանում համայնքային բնապահպանական շարժումների ու քաղաքացիական նախաձեռնությունների զարգացման միտումները, ինչու եւ ինչպես են ռազմավարական դատական սլաբ հայցերն ազդում ակտիվիստների ու լրագրողների աշխատանքի եւ հանրային մասնակցության վրա։ Համաժողովը, որը հրավիրել էր համայնքային համախմբան եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը, իրենց ներկայությամբ պատվել էին Հայաստանում Շվեդիայի թագավորության եւ Չեխիայի հանրապետության դեսպանները։ Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպան Էվա Սունդկվիսը ողջունելով էկոակտիվիստական համայնքի անդամներին հույս հայտնեց, որ կանաչ քաղաքականությունների ներդրման ջատագովության գործընթացը Հայաստանում շարունակական կլինի։ Բնապահպանական շարժումները Հայաստանում զարգացման տարբեր փուլեր են անցել՝ ազգի գենոֆոնդի պահպանումից մինչև պերեստրոյկա, մայրաքաղաքից մարզեր գնացող բնապահպաններից մինչև տեղական համայնքային էկոակտիվիստներ։ Բնապահպանական շարժումները սկսեցին վերելք ապրել ու ակտիվանալ 2018-ից հետո, իսկ 2020-ից արդեն համայնքային մակարդակում որպես տեղական ժողովրդավարության դրսևորումներ, համայնքային համախմբան եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ, կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժման համահիմնադիր Օլեգ Դուլգարյանն է ասում. Ուր են բնապահպանները մշտապես հնչող հարցին ի պատասխան ասում է. համայնքներում են։ Եթե մենք առաջ տեսնում ենք, որ ակտիվիստները հասնում էին համայնք եւ շատ դեպքերում պայքարելով շրջակա միջավայրի վրա հանդիպում էին համայնքի բնակիչների դիմադրությանը, ապա մասնավորապես 2015 թվականներից առաջի դեպքերից սկսած եւ 2020 թվականից հետո տեսնում ենք, որ հիմնական մոբիլիզացիան Հայաստանում իրականացվում է համայնքի ներսում։ Անցյալ տարի, երբ որ Քարաբերդում կուլմինացիոն արդեն լսումներ էին, դուք տեսել եք արդեն ամբողջ Հայաստանից մոբիլիզացիա։ Նույնը դուք տեսաք այս տարի Ստեփանավանում, որ ստեփանավանցիներին եկել էին աջակցելու Հայաստանի տարբեր համայնքներից։ Հայաստանում էկոակտիվիզմը շատ ակտիվ է, ամեն օր մարդիկ տեղական մակարդակում շրջակա միջավայրի կոնտեքստում պայքարում են էկոլոգիական իրավունքների համար, տեղական ժողովրդավարության համար։ Մարդիկ հասկացել են, որ կանաչ եւ կայուն տնտեսություն ունենալու, սոցիալ-էկոլոգիական իրավունքների պաշտպանության, տեղական մակարդակում ժողովրդավարությունը հզորացնելու համար պետք է տեղում համախմբվել ու պայքարել, թեև տիմերը միշտ չէ, որ տեղական ժողովրդավարության հետ հաշվի են նստում։ Վերջին շրջանում տիմերում թաքուն գործելավոճ է նկատվում։ Դուլգարյանը կարծիք է հայտնում, որ ՇՄԱԿ օրենսդրությունը պիտի փոփոխվի ու ավելի համայնքակենտրոն դառնա։ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման, օրենսդրության ավելի ուժեղացումն է, համայնքակենտրոն դարձնելն է, ընդհանրապես եթե այդպես գնաց, կարելի է ավականուց վերցնել որոշման կայացման, ասենք, գործընթացը։ Եթե այժմ բնապահպան ակտիվիստները ամենուր են մարզերում ու համայնքներում, 2000-ականների բնապահպանները մայրաքաղաքից էին մարզեր գնում, հիմնականում հանքերի հետ կապված խնդիրներով։ Աննա Շահնազարյանը, որ 2000-ականների բնապահպաններից է, ասում է, այդպես էր Ամուլսարի, Թեղուտի, Թրջկանի եւ շատ այլ բնապահպանական շարժումների ժամանակ։ Թեղուտի շարժումից մինչև Ամուլսար մեր գործողությունները ինքնաբուխ, ինքնակազմակերպված, հաջողությունը նաև դրանով էր, որ ինքան ինքնուրույն էր, որ իր վրա ոչ ոք չէր կարող ազդել։ Տեղերում համայնքային ակտիվ դերակատարներ ունենալու տեսլականով 2024-ին համայնքային համախմբան եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնեց էկոակտիվիզմի ակադեմիան։ Այստեղ սովորեցնում են ինչպես հանրության տարբեր շրջանակներից ձևավորել համախոհների ակտիվ ցանց, կազմակերպել արդյունավետ հանրային արշավներ ի նպաստ սոցիալ բնապահպանական հիմնախնդիրների լուծման եւ նպաստել համայնքների առողջ զարգացմանը։ 2025-ին արդեն հիմնվեց կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժումը, նպատակ ունենալով առաջ մղել կանաչ կայուն զարգացած համայնքների քաղաքականությունը, ակտիվ քաղաքացիների առաջնորդությամբ, սոցիալ-էկոլոգիական արդարության եւ ժողովրդավարության հիման վրա։ Ազդարարենք կանաչ խորհուրդների դաշնության հիմնադրման մասին։ Շարժման համահիմնադիր Հայկ Աբրահամյանը քաղաքացու ձայնին պատմում է, որ անցել են ժամանակները, երբ բնապահպանները մայրաքաղաքից մարզեր էին գնում։
Միայն անցնող 2 տարիներին բազմաթիվ քաղաքացիներ ողջ Հայաստանից ներգրաված են եղել էկո եւ համայնքային ակտիվիզմի զարգացման, համայնքային դիմակայության ամրապնդման ուղղված միջոցառումներում։ Քաղաքացիական ակտիվությունը, համայնքային ակտիվիզմը կենդանի է, ակտիվ է, շարժման մեջ է, որովհետեւ վերջին տարիներին հատկապես բնապահպանական շարժման հետ կապված մենք շատ ենք լսում, որ այն 2010-ականների շրջանի ակտիվիզմը չկա, եւ մեր համոզմունքն է, որ հիմա կա ուրիշ ակտիվիզմ, որը որ շատ ավելի աշխարհագրորեն ավելի ծավալված է եւ իր լեգիտիմությամբ շատ ավելի ուժեղ է, հաշվի առնելով, որ այստեղ ներգրաված են մարդիկ, ովքեր հողի վրա պայքարում են հենց իրենց համայնքի, իրենց առողջ միջավայրի, իրենց իրավունքների համար։ Հանրային ակտիվությանը զուգահեռ, սակայն, աճում են մարտահրավերները, որոնց բախվում են բնապահպան ակտիվիստներն ու լրագրողները։ 2019-ից Հայաստանում նրանց նկատմամբ ավելացել են ճնշումները, հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատական հայցերի կամ, ինչպես ընդունված է ասել, սլաբ հայցերի միջոցով։ Դրանք ակտիվիստներին ու լրագրողներին լռեցնելու, հանրային մասնակցությունը ճնշելու նպատակ ունեն, ասում է սլաբ գործերով փորձագետ փաստաբան Գուրգեն Թորոսյանը։ 10-ից ավելի սլաբ հայցերում ներգրաված փաստաբանը մտահոգիչ է համարում այն, որ նման դատավարությունները չունեն առանձին իրավակարգավորումներ ու կարծիք հայտնում, որ մեր երկիրը պիտի ունենա հակասլաբ օրենսդրություն։ Քաղաքասարակության հորդորը եւ պայքարը ներկայումս նրա մասին է, որ ոչ թե տվյալ դեպքում անտիսլաբ օրենք ընդունենք, որպեսզի խոսենք ամեն ինչի մասին բացարձակ լինի, որտեղ խոսքի իրավունքը ինքը բացարձակ չէ եւ իրոք է ենթակա է համապատասխան։ Եթե քաղաքացին, ով դեմ է իր բնակավայրում հանքի շահագործման ու դրա համար ունի լուրջ պատճառներ, ասելով, որ ես մտածում եմ երեխայի մասին, ապագայի մասին եւ ինքը գիտի կամ մտածում է կամ համապատասխան վերլուծություններ, որ այդ ենթադրյալ հանքի շահագործումը կարող է բնությանը վնաս պատճառել, իրենց առողջությանը վնաս պատճառել, խոսել դրա մասին ու ասել ես դեմ եմ, դրա համար իր դեմ հայց ներկայացնել, այլ խոսքը սրա մասին է, որպեսզի այդ անձը ունենա պաշտպանվածություն պետության կողմից օրենքով։ 2018-ից բնապահպան լրագրող Թեհմինե Ենոքյանը 3 սլաբ հայցերի թիրախում է, հանրային կարևորության խնդիրներ բարձրաձայնելու համար։ Առաջին դատական հայցը կապված Լիդիան ընկերության հետ Միեդում է։ Երկրորդ գործը, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը լրագրողից 6 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջել, մերժվել է։ Երրորդ գործը դարձյալ Լիդիանից 6 միլիոն դրամի պահանջով դատաքննության փուլում է, ասում է Թեհմինեն։ Ես ստացել եմ երկրորդ դատական հայցը ինձ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից, այս անգամ արդեն 6 միլիոն պահանջի տեսքով, որով որ ընկերությունը 3 տարի անց պարտվել է դատարանում։ Իդեալը եւս 6 միլիոն այս կողմությամբ դատական հայցով ինձնից պահանջ ունի։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակից Շավարժ Մարգարյանը քաղաքացու ձայնին ասում է, նախկին գործատուն դիմել է դատարան, արգելանք դնելով իր գույքի վրա, միաժամանակ պահանջելով բռնագանձել իրենից եւ աշխատանքից ազատված եւս 7 նախկին աշխատակիցներից համապարտության կարգով 4 միլիարդ 758 միլիոն 480 հազար դրամ, ինչը անհամաչափ ֆինանսական բեռ է իրենց համար։ Փորձագետները այս հայցը սլաբ հայցերի շարքին են դասում։ Չնայած սրան Շավարժ Մարգարյանը մտադիր չէ հետ կանգնել հանրային հնչեղության ու կարևորության հարցեր բարձրաձայնելուց։ Իմ կարծիքով, որքան էլ ասենք հիմա համայնքներում զարթոնք ապրում այդ էկոակտիվիստական շարժումը, դրան խանգարող շատ հանգամանքներ կան։ Մեկը այդ գործած բիզնեսի տերերն են, թիմն է, որը պատշաճ չի օգնում այդ մարդկանց, հələ շատ ժամանակ խանգարում է, օրենսդրական համակարգեր չի այնպես կառուցված, չկա հակասլաբ օրենքներ, որոնք կարող են պաշտպանել այդ մարդկանց։ Վայոց ունենք 4 դատական process։ Երկուսը ավականիներ են դատի տվել, երկուսը քաղաքացիներ են տվել, եւ այդպես չգիտենք ինչ անենք։ Պետք է լինի մի օրենք, որ մարդ իրավունք ունի հանրային լսման ժամանակ արտահայտի իր նկատառումները եւ դրա համար պատասխանատվության չի ենթարկվի։ Մարդու իրավունքների տուն Երևանը 2026-ին հրապարակած իր տարեկան զեկույցում ներկայացրել է 2025-ին Հայաստանում իրավապաշտպանների հանդեպ արձանագրված խախտումները։ Կազմակերպության ծրագրերի համակարգող Սոնա Մխիթարյանի խոսքով փաստագրված առանձին դեպքեր դիտարկելով ավելի լայն քաղաքական, իրավական եւ սոցիալական զարգացումների համատեքստում նպատակ ունեն բարձրացնել առկա ռիսկերի մասին իրազեկությունը։
2026 թվականի փետրվարի վերջին Հանրային խորհրդի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ շահագրգիռ հանրությունն ու փորձագետները հանդիպել են նաև արդարադատության նախարարի հետ, քննարկելու հակասլապ օրենսդրության մշակման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Նախարարը կարևորել է հանրային մասնակցության դեմ հայցերի դեմ պայքարի ոլորտում Եվրամիության և Եվրոպայի խորհրդի չափանիշներին մոտարկված օրենսդրության ներդրման անհրաժեշտությունը և ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում համագործակցության հույս հայտնել։ Այսօր միասին քննարկեցինք հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի ներկայացման հետ կապված խնդիրները։ Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել այն համատեքստում, որ մեր արդարադատության ոլորտի ռազմավարությունը կներառի այս կարևոր խնդիրը, ինչպես նաև դրա լուծումը։ Հանդիպում այսօր արդարադատության նախարարի հետ կազմակերպվեց, արձանագրեցին առկա խնդիրները եւ հնարավորությունները համագործակցության համար։ Օրերս կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժումներ հայտարարություն տարածել, կոչ անելով Հայաստանի իշխանություններին Երևանում կայանալիք ՄԱԳ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ նախաձեռնել հակասլապ օրենսդրության մշակման գործընթացը բնապահպան ակտիվիստների և հանրային մասնակցության պաշտպանության նպատակով։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր մեջբերում. Հայաստանի ռազմավարական գործընկեր Եվրոպական միությունը մշակել է հակասլապ օրենսդրության ձևավորման չափորոշիչներ, իսկ Եվրոպայի խորհրդի հանձնարարականները հստակ կոչ են անում անդամ պետություններին ներդնել արդյունավետ հակասլապ օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ հանրային մասնակցությունը և հիմնարար իրավունքները պաշտպանելու նպատակով։ Երևանում COP17 համաժողովի անցկացումը Հայաստանի համար կարևոր հնարավորություն է վերահաստատելու իր հանձնառությունը կենսաբազմազանության պահպանության, հանրային մասնակցության և էկոակտիվիստների պաշտպանության նկատմամբ։ Այս համաժողովին ընդառաջ հակասլապ մեխանիզմների ներդրումը կլինի կարևոր ազդակ, որ Հայաստանը ոչ միայն ստանձնում է միջազգային բնապահպանական պարտավորություններ, այլև ստեղծում այնպիսի իրավական միջավայր, որտեղ քաղաքացիներն ու համայնքները կարող են ազատ և անվտանգ մասնակցել շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացմանն ու հանրային վերահսկողությանը։ Մեջբերման ավարտը։ Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 համաժողովին առաջին անգամ անցկացվեց նաև մրցանակաբաշխություն։ Էկոակտիվիզմ 2025 համայնքի և բնության պաշտպանի կոչման արժանացան Սյունիքից Շավարժ Մարգարյանը Քաջարանի կոմբինատի աշխատավորների իրավունքները պաշտպանելու և խնդիրները բարձրաձայնելու համառ պայքարի համար։ Կարմիր Սարի էկոհամակարգի, կենսաբազմազանության և լանդշաֆտների պաշտպանության հետևողական պայքարի համար մրցանակ հանձնվեց Արփինե Խաչատրյանին Արարատի մարզից։ Երրորդ մրցանակակիրը Հայկ Իսախանյանն էր Վայոց ձորի մարզից, ով անզիջում պայքար է տանում մարզում գյուղական տարածքների էկոհամակարգը պահպանելու ուղղությամբ։ Քաղաքացու ձայնը Երևանից։